Կարևոր չի երբ են սարկված, արդեն իրանք մոխրագույն են։ Հա, այդ երեխեքին է օգտիվ։ Корейцы не общаются с иностранцами, иностранцы не общаются с корейцами, которые с ними не хотят общаться. Они как эскиз барельефа на стене, который вот должен быть на стороне. Լուսանկարներն ու կատարումը ինքնատիպ Էդիտա Թեյայի Սկանդարյանի անձնական արխիվից էին։ 2020 թվականի համաճարակի օրերին Էդիտան վերջնականապես որոշեց անցալ դրամաների երկրի կանչին, սովորել կորեերեն և դպրոցն ավարտելուն պես ուսումը շարունակել Վաղոյեդյան թարգմանության երկրում, Հարավային Կորեայում։ Սկսել եմ կարապել 20 թվականին, երբ որ կովիդը սկսվեց, որտեղ դպրոցում դասերը մենք կրկնապես չէինք անում, հա, դասերը այդքան հաճախակի չէր, ու սաղորը ոչ մի բանով չէր զբաղվում։ Բայց ես այդ ժամանակ դրամաներ էի նայում, իրանց սերիալները, ինձ հետաքրքրեց, միջև էի փորձում սովորեի, առել էի գիրք, ինձ էի փորձում կարապել, բայց տարերը սովորելուց ինձ տրանսկրիպցիաները շատ դժվար էր գրված, ու ես ոչ մի բան չհասկացա։ Իսկ կովիդի ժամանակ գտա ինտերնետ դպրոց, ու 3-4 ամիս ես պարապեցի, միջակայքվա մեջ սովորեցի տառերը, դրանից հետո արդեն գրամատիկան, ամեն ինչ արդեն ավելի հեշտ էր գտնում։ Հետո 21 թվականին Մոսկվայում գտա, այո ճիշտ միջև էլ գիտեի որ կա, բայց ընդունելության հետ հայկական դպրոց Հարթիացան նման ինչ-որ մի ցենտր կա, հա, ու քննությունը հանձնեցի, ընկա 21 դասարան, տենց ընդեղ սկսեցի պարապել, այդ նույն տարի էլ դպրոցս ավարտեցի 21-ին ու գնացի Սանկտ Պետերբուրգ հանձնելու քննությունը, կորեերենի քննությունը, երկու տեսակի կա, որը առաջին ու երկրորդ մակարդակ, հա, երկրորդն էլ երրորդից մինչև 6 կա տրվում, ու առաջինը որ հանձնեցի, ստացա երկրորդը ու սկսեցի պարապել, արդեն հասկացա, որ իսկապես կարամ գնամ ընդեղ ու կարամ ընդեղ սովորեմ, ընդունվել եմ Hospitality Tourism and Food Service Management, ու հիմա արդեն երկրորդ կուրս եմ, երկրորդ սիմեստր ակեսա։ Այդ կրեդիտները երբ հավաքում ես, այդ ժամանակ էլ դու կարաս ավարտես։ Կարաս ավելի շուտ ավարտես, կարաս ուշ ավարտես։ Ես մի քանի ծանոթ ունեմ, որ իրանք օրինակ 4-րդ տարին արդեն սովորել են, վերջին սիմեստրը իրանց մոտ եղել է 159 կրեդիտ, ու իրանք ուզած կամ ամառային կուրս են վերցրել դոպոլնիցիոն դրա համար վճարել են, ու իրանք 2 շաբաթ ինտենսիվ ամեն օր սովորել են, վերջում քննություն են տվել, որ կարողանան այդ մի կրեդիտն էլ հավաքեն վերցնեն, կամ էլի այդ նույն փողը տալիս են ու սովորում են մի սիմեստր, բայց գալիս են ընդամենը մի դաս։ Պապան ավելի շատ խոսացող է, ինքը կարում է ասի, ինքը ինչ է այդ պահին զգում։ Մաման սկզբից ասեց, որ կարևորը քեզ լավ լինի, ու այդ դրանով սահմանափակվեց։ Ես հասկանում եմ, որ դա լավ է, բայց մաման, ես ինչ հիշում եմ, մաման պետք է ժամանակ, բայց ասում էր, գնաս նորմալ տեղ սովորեց, գնաս переедешь, տենց, հա, իսկ պապան սկզբից ասեց, իսկ չէր ես խոսում, հետո ասեց, չէ, բայց խոսակցություն ունեցանք, որ ասի, ես չեմ ուզում ստեղ մնամ, ստեղ էլ մնամ, մեկ ամիս մնալուց գնալու եմ, թե ուր կարամ գնամ, էդ էլ արդեն ուրիշ խնդիր է ու կարող է ավելի հեռու գնամ, հիմա ավելի լավ չի, ես գնամ իմ ուզածը անեմ, քան հետո փոշմանեմ, որ կարայի անեի, բայց չեմ արել։ Դրանից հետո արդեն պապան ասեց, բայց էլի շատ դժվար։ Երևի
Էլի դժվարության մասին չեմ մտածել, որովհետև եթե մտածեի, անպայման ինչ-որ բան գտնելու էի, որ հետ պատի ինձ։ Ես այդ բանին պարզապես ուզում էի գնայի այդ դորամայի երկիրը, но розовые очки, это, конечно, то, что разочаровывает очень сильно. Բայց եթե սկզբնական этаպին պետք է ճիշտ դասատուներ, ու դա պետք է լինի ուս դասատու կոնկրետ ստեղծ, որ մարդը սկզբից ինքն էլ սովորել այդ լեզուն որպես ինաստրան, որ ինքը հասկանա, թե ինչը դու կարաս հասկանաս, ինքը քո համար դժվար կլինի, կարողանա քեզ բացատրել քանից։ Իսկ Կորեայի մասին K-pop и все прочее. Դե ամեն տեղ էլ կա լավն ու վատը, բայց այն երկիրը չի ինչ որ ցույց են տալիս։ Օրինակ ռուսական ֆիլմերը որ նայում ես, հասկանում ես Ռուսաստանն է, որ կա չէ, հայկականն էլ նայում ես, մտածում ես, էսա ճիշտ է։ Բայց այնտեղ ամեն ինչը շատ ուտիրվան են ցույց տալի, շատ լավն են իրանք, բայց հայ մենտալիտետի համար շատ դժվար է այնտեղ։ Նույն այդ տղաներին ես էլ K-pop լսում, դորամաները շատ էի սիրում, բայց ես գնացի այնտեղ, հասկացա, որ ես K-pop-ը չեմ կարող լսեմ, բայց շատ մարդիկ կան, որ դրանց չեն մտածում, ու այդ երևի արդեն մարդուց է փոխված։ Բայց ես որ առաջին անգամ կաֆեի կողովածում էի ու ես տեսա, որ տղան ընկերուհի նստած են, այդպես էլ կսվում են, ես իմ համար դա ես ունեմ մեծ աղբեր, ունեմ փոքր աղբեր, ու հարազատ, մենք իրար հետ մեծացել ենք, ու իմ եղբայրս իսկապես հայի տեսքով ես տենց կյանքում տենց բան չէի տեսել, չէի պատկերացնում, որ տենց բան կարամ տեսնեմ, ու իմ համար դա շոկ էր։ Դպրոցում ես փորձում են ստիպեն, որ մենք մտածենք։ Այդ նույնը չնինյաները, որ մենք գրում ենք լիտերատուրայից, ուզես, դու ինչ-որ բան պետք է հորինես, հա, որ կարողանաս պատասխանես։ Իսկ այնտեղ всё на заучивание, то есть նույն քննությունները, որ հանձնում են, որ երեխեքը ուսերն ստած սովորում են, տեստերի պատասխաններն են սովորում։ Ու օրինակ կուրսերի ժամանակ մենք սիչինիներ ենք գրում, որովհետև քննության հետ տոպիկը հանձնելուց լեզվի քննությունից կա պիսմենная часть, ու այնտեղ դու պետք է պատասխանես մի քանի հարցի, որը քեզ տրված են։ Ու ես երկրորդ սեմեստրն այնտեղ սովորում էի, դասատուն էի, որ ինչ գրում էի, օրինակ հարցը քեզ տրված է, բայց ես չեմ պատկերացնում, որ 4 հարցը տրված է, այդպես 4 պատասխան է։ Այն որ փորձում ես как-то вот наводя еще вот так, чтобы красиво получалось. Че, это не дու հարցի չես պատասխանել։ Ինքը ինձ այսից, она мне отвечала, прям выделяла вопрос, говорила, ответа нет, а я ей в ответ выделяла ответ. Ну, что это щупает Калини? А там, получается, вопрос, у тебя ответ должен с этого вопроса начинаться. Դու ասես, այ իմ կարծիքով ավելի ճիշտ կներես, պես, ոչ թե սենց։ В общем, իրանց համար դա սխալ է։ Այն որ դու 11 տարի սովորում ես, որ լիտերատուրный язык պետք է սիրուն գրես, դες չպետք է լինի։ То есть այդ սիչինիաների իմաստն ոնց էր հենց սիրուն ցույց տալն է, չէ՞, ամեն ինչը։ Համալսարանում էր սոմ զաուչի։ Այնտեղ ես մենակ մի քննություն եմ հանձնել, որը որ եղել է էսե, չէ, երկու։ Մեկը եղել է фестивальный менеджмент, մեկը եղել է организационное поведение։ Ու организационное поведение այնտեղ հենց мотивациայի մասն է եղել դրված способы։ Ու դու այդտեղ գրում ես արդեն այն ինչ որ դու կարծում ես ճիշտ։
մի քիչ տարբեր է մեր հանդեպ, բայց այնտեղ էլ ոնց որ ամեն մեկը իր մասին է մտածում, դա երևի նորմալ է, բայց մեկը մի քիչ ուրիշ բանի է սպասում։ Ու այնտեղ դու այդ տարբերությունը մի քիչ երևի ավելի շատ ես զգում, քան Ռուսաստանում երբևիցե կարաս գաս։ Ես երբեք այդպես բանի հետ չեմ на личном опыте не сталкивалась в России, вот ինձ օրինակ ասեն Россия для русских, կամ այդպես ինչ-որ բան։ Ու ստեղ մենք շատ ենք, համ հայերն են շատ, համ այլ ազգերն են շատ, ու դու մեծանում ես հասկանալով, որ մենք բոլորս տարբեր ենք, բայց մենք սովորենք իրար հետ ապրել, իրար հետ կերպություն անել։ Դասախոսների մոտ ուղղարկում գրվում է ով որտեղից է եկել, եթե կորեացու չի։ Դենց ու բացատրում եմ, որ ես Ռուսաստանում մեծացել եմ, բայց ես Հայաստանից եմ։ Ես հայ եմ, ու իրանք չեն հասկանում դեպի որտեղ է։ Դասախոսներից մեկը սովորել է Նովոսիբիրսկում, ու որ իմացա, որ ես հայ եմ, ինքը ինձ ասաց, որ ինքը դոկլադ է գրել Հայաստանի մասին, երբ որ ստեղ է սովորել։ Ու периодически հարցրել բայց բառը հայերեն ոնց է դնելու, ու սա դասարանին ստիպում էր, որ իրանք կրկնեին։ Տանը հայերեն ենք խոսում, հայրենիաց տուներ որ գնացել եմ, ընդհանրել եմ մի քիչ սովորել։ Դենց ռուսերեն կորել են ու ընկել։ Ես այդքան չեմ սիրում իրենց կողմյան, իմ համար շատ կծու է։ Ես հետս ձավար եմ տալու, ես որ ասում եմ ընկերուհիներիս հետ հայավարի ենք հավաքվում, ես հարիս ասակում եմ, ընկերուհիներիս կանչում եմ, ես կարոտում եմ մամայի սարքած ուտելիքին շատ։ Հիասթափությունների ճանապարհին կորյան բացառություն չէ։ Հիասթափվել կարելի է մոխրագույն շենքերից, օտարների հետ շփումը նվազագույնի հասցնող հասակակիցներից, բարձր գրավով բնակարան վարձելու դժվարություններից, քեզ ամեն վայրկյան մրցակից դիտարկող ուսանողներից և մեծահասակներից։ Շարքը կարելի է անվերջ թվել, սակայն առաջացող խնդիրներին հեշտ համակերպվելու և երազանքների երկիր Կորեայում կրթություն ստանալու համար այդ հնագույն քաղաքակրթության երկիրը սիրելը բավական է։ Պետք է ընդամենը դա անել առանց վարդագույն ակնոցների և չմոռանալ այն նպատակը, հանուն որի հայրական հարմարավետ տանիչ ճանապարհները տարել են Կորեա։ Սրանք էին այն հիմնական խորհուրդները, որոնք երաժշտությամբ, լուսանկարչությամբ, օտար լեզուներով և առաջիկա տարիներին նոր երկրներում կրթությունը շարունակելով հետաքրքրված Էդիտա Թայա Իսկանդարյանը տալիս է իր հասակակիցներին։